Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ բաց է հանրության համար։ Ադրբեջանի իշխանությունները սակայն շարունակում են նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Բայրամովի ձևակերպմամբ իբրև թե Հայաստանի սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Դրանք ըստ ադրբեջանցի պաշտոնյայի պետք է հեռացվեն։ Դրանից հետո միայն Բաքուն կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի սահմանադրությունից։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Առաջարկները քննարկվել են մինչեւ տարվա վերջ կհրապարակի։ Բայրամովը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ըստ Բայրամովի համապատասխան հանձնաժողովները աշխատանքները շարունակելու են կանոնավոր կերպով։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն։ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետքա գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Ըստ Փաշինյանի Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզներում Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայլային նույն մոտեցումը ցուցաբերենք։ Ըստ նրա պետք է առաջնորդվել ոչ թե տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է Խորհրդային Միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Ադրբեջանցի պաշտոնյան այս անգամ էլ Թրիփի ուղի կամ նույն Սյունիքով անցնող հնարավոր կառուցվելիք ճանապարհի փոխարեն կիրառել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ադրբեջանական կողմին տեղեկացրել են, թե աշխատանքներ են իրականացվում այդ ճանապարհային եւ երկաթուղային նախագծի վրա։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, սակայն Թրիփի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետեւաբար մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղյակ են պահում։ Մեզ ասել են, որ գործընթացը շարունակվում է, փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի կանխատեսմամբ Թրիփը կյանքի կկոչվի եւ ըստ նրա այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։ Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպանը կրկին խոսել է Թրիփի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց հայտնելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։ Փաշինյանի ձևակերպմամբ Թրամփի ուղի նախագիծը շահեկան է լինելու նաեւ հարևան Իրանի համար։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Հայաստանով անցնող ռազմավարական ճանապարհը, այսպես կոչված Թրիփը, արդեն մի քանի ամիս է, ինչ տարածաշրջանային երկրների ուշադրության կենտրոնում է։ Մինչ Հայաստանում հայտարարում են, թե սա տնտեսական բում է դառնալու երկրի համար, Իրանը առաջ է քաշում անվտանգային հարցեր։ Մտահոգված են հարևան երկրում ու բազմիցս ուղիղ խոսել են այդ մասին տարբեր հարթակներից։ Վարչապետ Փաշինյանն ասում է, բոլոր հարցերի պատասխաններն ունեն, մտահոգությունները կփարատեն։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացք պետք է գնա գա, ավտոմեքենա պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Թրիփ նախագիծը ըստ Փաշինյանի ավելի մեծ տնտեսական հեռանկարներ ունի, քան թվում է ու իրագործման դեպքում շահող է դուրս գալու նաև Իրանը։ Թրիփ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ
գործընթաց իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացել։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 200 տոննա լոլիկ։ Սրանք պաշտոնական տվյալներով հունիսին Հայաստանից արտահանված ապրանքների մի մասն են, բայց ոչ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Արտահանման սահմանափակումները հայկական ծագման արտադրանքի համար դեռ գործում են։ Ռուսաստանի ու Հայաստանի վարչապետերի մակարդակով հանդիպում կայացել է, քննարկվել է նաև սահմանափակումների հարցը, բայց Փաշինյանը չի շտապում մանրամասներով կիսվել, սպասում է դրանք իրականություն դառնան։ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Չնայած պաշտոնական վիճակագրությունը փաստում է հայկական ծիրանի, կեռասի ու լոլիկի արտահանման մասին, իրականությունն այն է, որ հայ արտադրողն ու արտահանողն այսօր նոր այլընտրանքային շուկաներ են փնտրում։ Հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ օրակարգային խնդիր։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից։ Իշխանյանը ասել է, որ իրենք շատ լավ հասկանում են, որ սա ֆորմալ բնույթ է կրում, եւ այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ասել է, որ վերաքննիչ են դիմել միայն նրա համար, քանի որ միջազգային դատարան տանող միակ ճանապարհն է։ Դավիթ Իշխանյանը նաև հայտարարել է, որ սա ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է, հստակ ռազմավարությամբ եւ հեռահար նպատակներով։ Այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության եւ ազգային ատելության հողի վրա դատավարություն է եւ այդպիսի մթնոլորտում է ընթանում, եւ որ առաջի ատյանի դատավարությունը դատարանը Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, մարդու եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ է թույլ տվել։ Խոսքս բնականաբար ընդհատվում էր դատախազների եւ նաեւ դատավորի անհիմն միջամտություններով, բայց ինչևից է ամեն ինչ ավարտին հասցրինք եւ հոդված առ հոդված անդրադարձա, թե ինչպիսի, այսպես ասած, զրպարտություններով եւ ձևակերպումներով առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի կայացվել է դատավճիռ։ Անկախ բոլոր անարդարություններից շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը շեշտել է, որ ինքն արել է իրենից կախված ամեն ինչ, անձնական բարեկեցությունը մի կողմ դնելով եւ առանց պաշտոնական հավակնությունների մտնելով քաղաքական պայքարի մեջ։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ եւ ասում եմ հիմա, ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ սահմանադրական դատանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժե համակարգը։ Արարատ ցեմենտը չի աշխատում, իրավապահները կապարակնքել են գործարանի շենքը, աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել։ Նրանք վերադարձել են աշխատավայր հասկանալու, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։ Նրանք գործարանի տարածքում բողոքի ակցիա են իրականացրել, ապա բացել դարպասները, մտել ներս, շարունակել աշխատանքը։ Նույն ընթացքում վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այս գործարանը, ինչպես նաեւ ցանցերը պետականացվելու է։ Նա հիշեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի օրինակը, հորդորելով Արարատ ցեմենտի աշխատակիցներին ուղղորդմամբ գործողությունների չդիմել, հակառակ դեպքում հետագայում գուցե կորցնեն իրենց աշխատանքը։ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ եւ եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից։
Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա։ Փոխվարչապետ Ալեքսեյ Նովակը հայտնել է, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկայի մատակարարումները մեծացնելու համար։ Ռուսական կողմը դեռ հունիսի 29-ին էր հայտնել, որ ամբողջությամբ արգելում է երկրից բենզինի եւ կերոսինի արտահանումը։ Ուկրաինան պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով երկրում բենզինի, դիզվառելիքի ներքին մատակարարումների խնդիրներ են առաջացել։ Տնտեսագետների դիտարկմամբ դիզվառելիքի արտահանման արգելքը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, քանի որ Ռուսաստանն այդ ոլորտում մեր երկրի համար առանցքային մատակարար է։ Որպես այլընտրանք, սակայն, ըստ տնտեսագետների, Հայաստանը կարող է օգտվել Իրանի ծառայություններից։ Մենք ավելի շատ դիվերսիֆիկացիան կարող ենք ապահովել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իհարկե ամենամեծ ծավալները Ռուսաստանից են գրվում, կապված որակի հետ, կապված սակագների հետ, բայց որոշակի օրինակ դիզելային վառելիքի սպառում ունենք Հայաստանում, որ հենց բերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ու կարծես թե լոգիստիկ առումով էլ հարմարություններ, այսպես որոշակի բաշխվածություն կա։ Սյունիքի հատվածը ավելի շատ ներկրում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, հյուսիս եւ կենտրոնական հատվածները Հայաստանի ավելի շատ Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Պետդուման ներգաղթյալների կեցության նոր պայմաններ սահմանող օրենք է ընդունել։ Ըստ այդմ զգալիորեն ավելացնում է հարկային տուրքերը։ Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար նախկինում սահմանված 4200 ռուբլու փոխարեն միգրանտները նոր փոփոխությամբ պարտավոր են լինելու 50,000 ռուբլի վճարել։ Այլ կերպ Ռուսաստանի քաղաքացիության վճարի չափը բարձրանում է 12 անգամ, 8 անգամ էլ բարձրացվել է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու արժեքը 1920-ից հասնելով 15,000 ռուբլու։ Մշտական բնակության տուրքը նույնպես բարձրանում է 5 անգամ 6,000-ից մինչև 30,000 ռուբլի։ Սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրից մինչ այս պահը կարողացել է օգտվել 3820 մարդ։ Նշյալ ծրագրի շրջանակում կառավարությունը 16 միլիոն դրամ է հատկացնում այն քաղաքացիներին, ովքեր ունեն տնամերձ հողատարածք սահմանամերձ համայնքներում եւ առանձնատան նախագիծ, որը ցանկանում են կառուցել այդ հողատարածքի վրա։ Ծրագիրը ընդլայնվել է ի հաշիվ ոչ սահմանամերձ այն համայնքների, որտեղ կառուցվում է նոր դպրոցի շենք, սակայն աշակերտների թիվը պահանջվածից 50%-ից էլ պակաս է։ Եվ ահա այսօր կառավարությունը սահմանել է նոր կանոններ, որոնց շնորհիվ ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան օգտվել այս ծրագրից։ Այս ընթացքում բազմիցս առաջացել են խնդիրներ, որ մարդը ունի չկատարված պարտավորություններ ֆինանսական կազմակերպություններին կամ բանկերին կամ այսպես ասած սև ցուցակումը հարկադիրի տակ, բայց քանի որ հարցը սոցիալական բնույթ ունի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ բնակարանը մեր պայմանով մի X ժամանակ չի կարող օտարվել, ճիշտ է, մոտավորապես 10 տարի, թե 20 տարի, 10 տարի չի կարող օտարվել։ Այս դեպքում մենք մտածեցինք, որ խնդիրը շրջանցենք, այսինքն չկապենք մեկը մյուսի հետ։ Առողջության ապահովագրությունում բոնուսային համակարգ են ներդրվելու։ 2029-ից ով չի բուժվի, բոնուս կստանա։ Բոնուս ստանում է այն քաղաքացին, ով տարվա ընթացքում ընդհանրապես չի հիվանդացել ու բժշկի չի գնացել բուժվելու, դեղ ստանալու կամ վիրահատվելու համար։ Լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել են առողջական ցուցանիշները, օրինակ, մարմնի զանգվածի նվազեցմանը, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելուն։ Միավորները կուտակվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում։ Մեկ բոնուսային միավորը համարժեք է Հայաստանի Հանրապետության 1 դրամին, բայց դրանք չեն կարող գերազանցել 12960 դրամը։ Ոնց ենք իմանում, որ թողել է։ Ուրեմն կան արագ տեստեր, թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել։ Անձը մոտենում է իր առաջնային պահպանման օղակ, անցնում է այդ տեստը եւ բացասական արդյունքի դեպքում իր մոտ գրանցվում է, որ ինքը թողել է ծխելը։ Սակայն մեկ եւս գործիք օգտագործելու ենք, որ միառժամանակ հետո 3 ամսվա ընթացքում իրեն գալու է SMS, որ խնդրում ենք վաղը կամ մոտակա 3 օրվա ընթացքում եւս մեկ անգամ մոտենալ եւ անցնել տեստ, որպեսզի այնպես հավաստվի, որ հաստատ թողել է ծխելը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հրազդանի ավելի հայտնի Կիևյան կամրջի աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին, նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։ Թեժանում է Վաշինգտոն-Թեհրան ճակատը։ ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի դեմ հարվածները վերսկսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Ձևակերպել են, որպեսզի նվազեցնեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը։ Չի ուշացել նաև իրանական կողմի պատասխանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին։ Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ռազմածովային եւ օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռանոթաչու գործողության ընթացքում երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց ջախջախել են Քուվեյթի Արիֆ Ջան եւ Ալի Աս-Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքները ու օբյեկտները։ Այս հաղորդագրության կից նաև կադրեր են հրապարակվել։ Իրանի օբյեկտներին Միացյալ Նահանգների զինված ուժերի հասցրած նոր հարվածներից հետո հայտարարությամբ է հանդես եկել Մեջլիսի խոսնակը։ Հորմուզի նեղուցը կբացվի Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում միայն, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում ու չեն մնալու։ Միացյալ Նահանգների վարչակազմը որոշել է վերացնել Սիրիայի ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը, հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սիրիայի պաշտոնակից Ահմեդ Ալ-Շարային ուղղված նամակում։ Թրամփը նշել է, որ արդեն ծանուցել է կոնգրեսին իր որոշման մասին։ Ըստ օրենքի Միացյալ Նահանգները օրենսդիր մարմինը 45-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի նախագահի կարգադրությունը եւ վերջնական որոշում կայացնի։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային հաջորդ տարի 70 միլիարդ եվրոյի ռազմատեխնիկա մատակարարելու եւ վարժանքների հարցում աջակցելու պարտավորություն են ստանձնել։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն է հայտարարել այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ։ ՆԱՏՕ-ն կշարունակի խաղաղության հասնելու իր ջանքերը, ու քանի որ Ուկրաինան նախաձեռնողականություն է ցուցաբերում մարտադաշտում, մեր աջակցությունը նույնպես պետք է շարունակվի։ 3 ժամը 18-ի սահմաններում շտապ օգնության կանչով Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շինուհայր գյուղի բնակիչը, գայլի կողմից ստացված բազմաթիվ վնասվածքներով։ Քիչ անց անձնական մեքենաներով հիվանդանոց են բերվել եւս 5 քաղաքացի, այդ թվում 3-ամյա երեխա։ Երեխան միշտ ասենք Բաքում խաղում է իր համար մեքենայով։ Ով կպատկերացնել, որ կարող է բան լինի։ Երեխեքից ձեներից դուրս եկամ, տեսա մեր ժողովուրդը դրանց չի, որ երեխան մենակ է դրսում, ասենք թաղամասի բոլոր ժողովուրդը դրսում էին։ Այդ բանը երևի միանգամից իջել է ու ինքը դեմն ա եղել, միանգամից իր վրա է հարձակվել։ Գայլի հարձակումից տուժած 61-ամյա մյուս քաղաքացին պատմում է, իր տան դիմաց գործանելիս հայտնվել է գայլն ու հարձակվել իր վրա։ Օգնության է հասել որդին։ Աշխատում եք, sense շուռ եկավ Դրաս ասես պապ գայլա։ Այդ մոմենտը ես ձեռքս գցեցի գաբերանը, որի գաբերանը ես ինգա փոսը։ Նորից հարձակվի ինձ վրա, նորից ես ձեռքս տարա, նորից մտա բերանը։ Դե տղասը մի քանի անգամ լապատկով խփեց գլխին, փախավ։ Քարահունջ բնակավայրի այգիներից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր տարածքներում բնակիչները վնասվածքներ են ստացել դեմքի, ոտքի, ձեռքերի եւ մարմնի այլ հատվածներում։ Ժամը 18-ի սահմաններում շտապ օգնությունը տեղափոխել է բժշկական կենտրոն անհետաձգելի բաժանմունք գայլի կծած վերքերով ծանր վիճակում մեկ պացիենտի, ուրեմն ըստ հիվանդի նշատի իհարկե,
Այնուհետև մինչև 10-15 րոպեն նորից ներկայացել են արդեն ինքնուրույն իրենց մեքենաներով եւս 5 պացիենտներ, ընդ որում այդ թվում մեկ երեխա 3 տարեկան։ Հիվանդներից մեկը առաջին ընդունվածը եղել է ծանր վիճակում, բազմաթիվ տրավմաներով, նաեւ դեմքի շրջանի ոսկրերի վնասումներով, վիճակը ծանր է։ Մեկի վիճակը միջին ծանրության է, ելի բազմակի վնասվածքներ ունի, իսկ մյուս 4-ի վիճակը թեթև են։ Կանչից րոպեներ անց ոտքի է կանգնել Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը, բացի ցուցաբերած բժշկական օգնությունից կատարվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Մեր կողմից անմիջապես մոբիլիզացվեց ողջ անձնակազմը, համապատասխան մասնագետները, կարվել են բոլորի վերքերը, հիվանդներից մեկը այդ ծանր վիճակում գտնվողը հոսպիտալացվել է, միջին ծանրության հիվանդը դեռևս գտնվում է էմերջենսիում, մյուս 4-ն են գտնվում էմերջենսիում, այս պահի դրությամբ կատարվել են բոլոր պատվաստումները անհրաժեշտ հակափայտացման եւ հակակատաղության պատվաստումները։ Դեպքից մի քանի րոպե անց Գորիսի ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը ոստիկանապետի գլխավորությամբ, ներքին գործերի նախարարության, փրկարարծառայության Գորիսի ջոկատիպ տղաներն ու հրամանատարը, էկոպարեկները կցվել են որոնողական աշխատանքներին, գայլերին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։ Ըստ ականատեսների 3 գայլ են եղել տարբեր հատվածներում, ոստիկանության կողմից մեկը վնասազերծվել է։ Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ահազանգ է ստացվել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ իրենց հարազատը գիշերը տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Ըստ հարազատների հավանական էր, որ Իջևան քաղաքի շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի եւ Դիլիջանի մեծ թվով փրկարարներ են գործի անցել։ Նրանց միացել են ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 10-ից ավելի պարեկ, քաղաքացու հարազատները ու նաեւ մի քանի կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա Խաշտարակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։ Այն դուրս բերելու համար փրկարարները հատուկ ճոպաններ ու պատգարակ են օգտագործել։ Մահացածը 80-ամյա Սեյրյանն էր։